Երբ մեջքդ ուղիղ է, քայլելը հաճելի է։ Փորձեք կքանստել ու առաջ գնալ։ Կկարողանաք ու որքան։ Հարմար չէ։ Ռոբերտ Քոչարյանի հարցը հռետորական է։ Տեղում դոփող, կռացվող ու ստորացվող ժողովրդի վիճակը Փաշինյանական Հայաստանում նկարագրելու համար։ Դու ասում ես սենց պոպզած վիճակում, սենց ապագան նայենք, բայց այդ ապագան ուղղակի կախված է Ալիևի տրամադրությունից։ Ալիևն ուզում է, Փաշինյանն անում։ Ժողովրդի մեջքը այդ տանդեմը կոտրում է Արցախի նաև մշակութային ցեղասպանությամբ, նկատում է երկրորդ նախագահը։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է հայկական եկեղեցիներ քանդելը միջազգային քննարկման հարց չի դարձնի, Արցախը Ադրբեջանի տարածք է, ադրբեջանցիները ինչ կուզեն կանեն, դա կանաչ լույս է Ալիևի համար, որ անի այն, ինչ ուզում է։ Հայկական պատմամշակութային հուշարձանները հողին հավասարեցնելիս ինչու պետք է խղճի խայծ զգա Ալիևը, որ հերոսացրել է Հունգարիայում քնած հայ սպային կաթնահարած Ռամիլ Սաֆարովին։ Ալիևը իր ինքնաթիռ ուղարկեց եւ բերեցին տեղափոխեցին այդ մարդուն Բաքու։ Ռոբերտ Քոչարյանի համար Ադրբեջանի նախագահի պահվածքը նորություն չէ, ասում է աբսուրդ է, երբ Հայաստանի վարչապետն է իր տեր չենք լինելու հայտարարությամբ մի նոր կացին տալիս Ալիևի ձեռքը, հայկականը կացնահարելու համար։ Ստեփանակերտի մայր տաճարը 7-րդ եկեղեցին է, որ հիմնահատակ քանդել են ադրբեջանցիները Արցախն օկուպացնելուց հետո։ Փաշինյանն ասում է, մենք էլ լինեինք, նույնը կանեինք, կոնֆլիկտի պետք չէ գնալ։ Ուրեմն եկեղեցին քանդելը կոնֆլիկտացին չէ, իսկ եկեղեցու քանդելու արձագանքելը դա կոնֆլիկտ է առաջացնում։ Դրա պատասխանն էլ ունեն, ասեմ։ Հա, ասում են խաղաղությունը մեզ է պետք։ Եթե խաղաղությունը որևէ մեկ կողմին է պետք, դա խաղաղություն չի, դա հարատևելի չի եւ չի կարող լինել։ Դու ընտրում ես նվաստացումը, ապա ստանում ես եւ նվաստացում եւ պատերազմ։ Հայտնի շատ արտահայտություն է Չերչիլի եւ ինքը դա արեց հենց կապված պատերազմ խաղաղություն դիսկուրսի հետ ժամանակին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց սկիզբն էր։ Ինչ վերաբերում է Փաշինյանի, մենք էլ լինեինք, նույնը կանեինք համոզմունքին։ Մենք վանդալ չենք, հայ Արցախում մզկիթ չի քանդել, ճիշտ հակառակը կառուցել է։ Այսպես է արձագանքում Հայաստանի երկրորդ նախագահը, որ Արցախի առաջին նախագահն է եղել։ Շուշին ազատագրելուց հետո անմիջապես հենց առաջի հատկապես ամիսը մսկիտում պոստ էինք դրել, որ հանկարծ մեկը ինչ որ կարող է ինչ որ բարեկամա կորցրել, կարող է ինչ որ հարազատ կորցրել ռազմական գործողությունների ժամանակ, որ հանկարծ ինչ որ բան չանի։ Ու ընդհանրապես պարզվեց, որ կարիք չկար, որովհետև նման նպատակ ոչ ոք չուներ։ Երբեք որևէ մշակութային արժեք այն ժամանակ Ղարաբաղում չի վնասվել ընդհանրապես։ Ավելին Շուշիի ադրբեջանական մզկիթը 2 անգամ է նորոգվել։ Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երկրորդ անգամ 2014-19 թվականներին Ռուբեն Վարդանյանի ջանքերով, որ հիմա Բաքվի բանտում է, ցմահ դատապարտված։ Ամենից սարսափելին այն հայտարարությունն է, որ իրենց տարածքն է ինչ ուզում անում են։ Հիմա եթե դու գնում ես Եվրոմիություն, ինչ որ հայտարարել ես համամարտկային արժեքների մասին, ուղղակի ՄԱԿ-ի ընդունված փաստաթղթերի, եթե ծանոթ լինես, եթե դու տգետ չես եւ տհաճ չես, ծանոթ լինես, դու կհասկանաս, որ սա վանդալիզմ է համարվում եւ հանցագործություն է համարվում։ Սա տարածքի հետ կապ չունի։ Ենթադրում է Ռոբերտ Քոչարյանը, թե ինչու է Փաշինյանը չնկատելու տալիս Արցախում ադրբեջանական վանդալիզմը։ Չէ, իր տերը ուղղակի իրեն ասել է ստոպ։ No։ Ինքը ենթարկվելու է, ես չեմ հասկացել։ Ալիևին չզայրացնելու, մինչև ընտրություններ կեղծ խաղաղության թեզն առաջ տանելու, վերընտրվելու համար է Փաշինյանը համաձայնում անգամ Կովկասի մահմեդականների վարչության վերջին հայտարարության հետ, թե Արցախում ապօրինի կառույցների քանդումը չի կարող դիտարկվել կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Սա նշանակում է մեկ բան. դու ծառայում ես այլ երկրի շահերին։ Երբ պաշտոնական Երևանը լուր է, դժվար թե աշխարհը թնդա, որ պետք է կանխել Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանների ցեղասպանությունը։ Ադրբեջանը վստահ է, որ Հայաստանը կզած վիճակից դուրս չի գալու, եւ Հայաստանի առաջնորդը
ազնապես շահագրգռված է հայ ժողովրդին պահել կզած վիճակում։ Ամենից վատը այս ամեն ինչի մեջ հենց սա է։ Իսկ առաջնորդի ֆունկցիան ինչի մեջ պիտի լինի։ Դեպրեսիայից հանել։ Կտանք ավելին, քան ուզում եք։ Փաշինյանի իշխանությունը սա ասում է ոչ թե հայ ժողովրդին, այլ Ադրբեջանին ու Թուրքիային, կարծում է երկրորդ նախագահը։ Ես չեմ կարծում, որ Թուրքիայից որը մեկ ասում, ձեր ազնագրում Արարատի նկարը չի լինի։ Վերջի այդ տեսարանի սեփականատերը մենք ենք։ Դու սկսել ես արդեն պայքարել տեսարանների դեմ։ Ազգային ինքնությունը խորհրդանշող տեսարանների դեմ պայքարից առաջ Փաշինյանը կռվեցնում էր այդ տեսարանները։ Երբեք երևի որևէ մեկի մտքով չէր անցնում, որ Արարատ Արագած պետք է իրար հետ կռվեն։ Պատը, որ ամբողջ աշխարհում բաժանման խորհուրդն ունի, Փաշինյանական Հայաստանում հռչակվել է միավորման խորհրդանիշ։ Կիրանցի պատը վկա։ Եվ տպավորությունս այնպեսին է, որ մարդիկ այդ հակասությունից որոշակի էներգիա է ստանում եւ դրանով ապրում են։ Չի զարմանա Ռոբերտ Քոչարյանը, որ ժողովրդին տուգանքի մատերիալ դարձրած Փաշինյանի իշխանությունը մարդկանց տուգանին նաև Արարատին նայելու համար։ Նոր անձնագիրն է խորացնում այդ տպավորությունը։ Խորվիրապի վանական համալիրի անգամ զուգարանը կարելի է տեսնել նոր անձնագրի էջերից մեկին, բայց վանական համալիրն այնպես է նկարված, որ Արարատը չերևա։ Դե մի հատ մեծ պատ կառուցենք, կամարդել ենք, տուգանենք, տուգանելում լավ են։ Արարատի վրա նայելու ուղղակի հիմարության գագաթնակետ է։ Չկա իրական Հայաստան, կա Հայաստան իր պատմությամբ, Հայաստանի Հանրապետությամբ, Արցախով ու Սփյուռքով։ Եվ մեծ քաղաքականություն փոդքասթի եւ մտավորականների հետ հանդիպման ժամանակ ընդգծում է Ռոբերտ Քոչարյանը։ Չի եղել, որ մենք հակադրենք պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը։ Ինձ համար հենց անհասկանալի է։ Իմ երեխայի մեջ իմ շարունակությունն է, իմ թորնիկի մեջ երեխայի շարունակությունն է, այսպես է բնությունը աշխատում, պետությունները նույնպես։ Դու չես կարող հակադրել, ես պիտի հակադրեմ երեխուս հետ կամ իմ թորնիս հետ, ուղղակի բան է, սենց անառողջ մտածելակերպ է, որը ցավոք այսօր դարձել է պետական քաղաքականություն։ Հայաստան դաշինքի վարչապետի տեխնացուն վստահեցնում է, հնարավորն անելու է Հայաստան-Սփյուռք կապերը վերականգնելու համար։ Այդպես հայ ժողովուրդը նման է մեծ գերդաստանի, որի անդամները օգնում են իրար ավելի լավ ու ապահով ապրելու, ամենակարևորը՝ սեփական դիմագծով ապրելու համար։ Արփիս Քեսյան, Էլեն Յահինյան, Հայլուր Կիրակի։